Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցելու ենք Հելսինկյան ասոցիացիայի նախագահ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Ողջույն Տիկին Կարապետյանց։ Ողջույն Ռոբերտ։ Տիկին Կարապետյանց, վարչապետը այսօր ազգային անվտանգության ծառայությունում է, Անդրանիկ Սիմոնյանի նորանշանակ պետին է ներկայացրել եւ ԱԱԾ աշխատակիցները հաջողություն ասացին Արմեն Աբազյանին ցտեսություն ավելի ճիշտ եւ վարչապետը ըստ էության խոսում էր նաեւ օտարերկրյա գործակալների ակտիվության մասին, ահա թե ինչ համատեքստում, երբ որ Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք գալիս են Հայաստան, քաղաքական կոչեր են անում, հրաժարականներ են պահանջում, խառնվում են ներքին գործերին եւ ասում էր այստեղ կարիք կա միջամտությունների, որպեսզի բացառվի հիբրիդային պատերազմների եւ սպառնալիքների հնարավորությունը Հայաստանի դեմ։ Դուք տեսնում եք նման հնարավորություններ, ռիսկեր եւ ինչ կարող եք ասել վարչապետի այս հայտարարության մասին։ Այսինքն ըստ էության նա ասում էր ոչ միայն կան այսպես ուղիղ գործակալներ, որոնք հանձնարարություն են կատարում, այլև ազդեցության գործակալներ, որոնց խնդիրը պետք է լուծվի։ Տեսեք, շատ կարևոր է հասկանալ հետևյալը, որ վարչապետը խոսում է բացառապես եւ միայն ռուսական ազդեցության գործակալների մասին եւ երբևիցե չի խոսում այլ երկրների հնարավոր ենթադրյալ գործակալների մասին, որոնք որ այն երկրների, որոնք որ ուղիղ իմաստով հետաքրքրված են Հայաստանի Հանրապետությունում ինչ որ իրադարձություններ անելու։ Դուք տեսել եք երբևիցե ինչ որ մեկին օրինակ մատնացույցանի, օրինակ, չգիտեմ, Ադրբեջանի գործակալ լինելու մեջ, ազդեցության բան լինելու մեջ, ագենտ լինելու մեջ, Թուրքիայի, որը էլի ոչ պակաս հետաքրքրություն է, որովհետեւ այլ երկրի գործակալի մասին խոսք գնում է, թե չէ, թե միայն Ռուսաստանն է, որ շատ մոզաիկ է իրականում, Ես հիշում եմ ԱԱԾ-ն տարբեր դեպքեր մասներ խոսում ադրբեջանական գործակալներ հիմնականում, բայց դրանք զինված Ռոբերտ ջան, մի րոպե, ԱԱԾ-ի խոսալը ուրիշ բան է, վարչապետի թիրախավորելը մարդկանց դա ուրիշ բան է։ ԱԱԾ-ն իրականացնում է իր ենթադրյալ գործողությունները, այսինքն պարտականությունները։ Իհարկե կարևոր է, բայց ոչ մի անգամ այսքան մեծ աժիոտաժ չի առաջացնում եւ ես համոզմունք ունեմ, որ չի առաջացնում վարչապետի մոտ տենց աժիոտաժ ու խոսելու ցանկություն, ոչ թե որովհետեւ վարչապետը վտանգ է տեսնում Ռուսաստանից, այլապես չէ անդրամաբանական է ենթադրել, որ այստեղ Երևանում հայտարարում են տարբեր ռուսական աբեկչական խմբեր, խմբավորումներ, չգիտեմ, ինչ որ Ռուսաստանում նախապատրաստված ինչ որ բաներ անցած խմբերի կողմից վարչապետի վրա հարձակում, մահափորձ, չգիտեմ, հեղաշրջում, տրամբրամ, ու ինքը շատ կարճ ժամանակ հետո մեկնում է Մոսկվա հանդիպումների, հասկանում եք, անդրամաբանական է, իսկ Ռուսաստանը կազմակերպում է քո դեմ ինչ որ գործողություններ ու դու գնում ես Ռուսաստան։ Չկա աշխարհում երկրորդ այդպես երկիր, պատկերացրեք ոնց որ ասին Իսրայելի վարչապետի վրա հարձակում պիտի կազմակերպեր Իրանի կողմից, բացահայտել են խմբեր խմբակներ, հետո դու գնում ես Իրան, վարչապետի ղեկավարը գնար Իրան։ Հնարավոր չի դա պատկերացնել, հասկանում եք։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս հատկապես ռուսական կողմի հետ կապված թիրախավորումը, այդ բարձր գոռալը, բանի Նիկոլ Փաշինյանի տենց անձնապես անդադ գրառումներ անելը ու մատնանշելը կապված է բացառապես մի բանի հետ, ցույց տալ արևմուտքին եւ մեր հասարակությանը նաեւ մոլորության մեջ պահել, թե իբր Ռուսաստանի դեմ պայքարելով մեր վարչապետը գնում է դեպի արևմուտք, երբ Ռուսաստանի բոլոր պոչերը կտրում է, մյուս կողմից էլ մի խումբ մարդիկ ջատագովում են, թե իբր այս իշխանությունները վազքով, տեմպով անմոռաց գնում են դեպի արևմուտք, դեպի արևմտյան այդ քաղաքակրթական զարգացման ճանապարհ, բայց դա ես համոզված եմ ուղղակի, որ դա իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա է։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ այդ հանձնարարություններ տալով չի հասկանում եք, չի կարելի գալ ազգային անվտանգության ինչ որ հանձնարարություններ տալ։ Ազգային անվտանգությունը շատ հստակ ունի կոնկրետ գործառույթներ եւ կոնկրետ գործառույթներ պիտի իրականացնի։ Այլ խնդիր է, որ ինչ որ իրավիճակներում ազգային անվտանգության ծառայությունը օրինակ ինչ որ մարդկանց նույն աբսոլյուտно նույն հայտարարության համար որոշում են, որ պատասխանատվության ենթակա չի այդ մարդը եւ կարելի է անտեսել այդպիսի հայտարարություններ, օրինակ զինված հեղաշրջում անելու հայտարարությունը կարելի է մի անգամ անտեսել,
Բայց մի ուրիշ անգամ այլ կոնտեքստում, այլ փաթեթավորմամբ անպայման պետք է արձագանքել ու կապել բոլոր գործողությունները մեկը մյուսին։ Ինչ վերաբերվում է օտա դրսից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող մարդկանց միջամտությունը, սա եւս մանիպուլյացիայի բան է, շատ մեծ գործիք է, ինչու, որովհետեւ եթե խոսքը գնում է օտար երկրյա քաղաքացու ազգությամբ ոչ հայի մասին, դա ինչ որտեղ կարելի է անցալել, որ այո, դա ճիշտ չի։ Ասենք ինչ գործ ունի Զախարովան Պաշտոնյանը, тем более Զախարովաները օրինակ կամ չգիտեմ ինչ որ մարդիկ ինչ գործ ունեն, որ խառնվում են, կարծիք են հայտնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Բայց երբ խոսքը գնում է ազգությամբ հայերի մասին, շատ ներողություն, Հայաստանի Հանրապետությունը ըստ նպատակահարմարության այս իշխանությունների մեր սփյուռքը Հայաստանի Հանրապետություն, նաև սփյուռքի համար է Հայաստանի Հանրապետությունը հայրենիք, ինչ որ մի հարմար վիճակում, երբ որ այլևս այլ նարատիվներ են հարևանները ներշնչում, որ սփյուռքի հետ կապերը պիտի կտրվի, բարձր է, որ սփյուռքահայերը իրավունք չունեն այստեղ անգամ կարծիք հայտնելու։ Վատ լուր ունեն, իրենք իրավունք ունեն կարծիք հայտնելու, այն պարզտրամբանությամբ, որոնք Հայաստանի անգամ եթե չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, իրենք ազգությամբ հայեր են։ Եվ Հայաստանը բոլորի հայրենիքն է եւ դա ավանդաբար այդպես է եղել։ Հասկանալի է։ Եկեք կոնկրետ օրինակի վրա խոսենք, որ ավելի դետողին բարձրանի, որովհետեւ վերջին դրսևորումը Սամվել Կարապետյանի կողմից ասել էր, որ ես մասնակցելու եմ այդ ամեն ինչին, հավանաբար կարող է ընդդիմադիր պայքար նկատի ուներ, կարող է հաշտեցման process նկատի ուներ, դա չի խնդիրը, հա, պարոն Կարապետյանը ֆինանսապես ըստ էության զարգացել է, հարստացել է Ռուսաստանում եւ ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Այդ տեսեք, հաշվի առնելով նաեւ այն տենդենսը, որ Ռուսաստանը մշտապես խոշոր փողատերերին, ասենք Մոլդովայում, Ուկրաինայում փորձել է օգտագործել այդ երկրների ներքին քաղաքականության խառնվելը, դուք չունեք մտահոգություն, որ պարոն Կարապետյանի պարագայում էլ նման ճանապարհ կարող էր ընտրել, այսինքն մարդը հայտնվի այնպիսի իրավիճակում ունեցվածքը կորցնելու, շանտաժ, վտանգ, որ ուղղակի մտնի խաղի մեջ, դուք չունեք մտահոգություն, որ նույնիսկ այդ մարդկանց կամքից անկախ Ռուսաստանը կարող է նման քայլերի դիմել եւ այս պարագայում Հասկացա Ռոբերտյան, տեսեք, շատ կարևոր է հասկանալ։ Այն ինչ որ դուք ասեցիք, կարող է ճնշում լինի, կարող է չլինի, կարող է պարտադիր, այս ամեն ինչը ենթադրությունների մակարդակի վրա է։ Սամվել Կարապետյանը ոչ աչքիս լույսս նա, ոչ բարեկամս է, ոչ հարազատս է, ազգանունների մոտիկ լինելն էլ զուտ պատահականություն համընկնում է, ես այդ մարդուն երբեք չեմ տեսել, երբեք պրոռուսական մեծահարուստ մարդկանց նկատմամբ վստահություն չեմ ունեցել, բայց պետք է հասկանալ, որ Սամվել Կարապետյանին կալանավորել են օրենքին հակառակ, սա հակա իրավական գործողություն է։ Սամվել Կարապետյանը չի ասել եւ ոչ մի բառ, ինչի համար իրան կարելի էր կալանավորել, ես հաստատապես եմ դա ասում։ Ոնց որ 1000 տարվա յուրիստ եմ ասում ձեզ դա։ Հիմա ենթադրել, որ ինչ որ գործողություններ կարան լինել, ոչ թե պետքա ենթադրել, Ռոբերտ ջան, այլ պետքա համոզված լինել, որ ցանկացած երկիր, որը ունի Հայաստանում հետաքրքրություններ, անպայման օգտագործելու է բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ունենալ այնպիսի իշխանություն, որի վրա ինքը կարողանա մաքսիմալ ազդեցություն ունենա։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է հայկական կողմի իրավունքներից, ընդհանրապես չի ուզում խոսալ Արցախի ժողովրդի իրավունքների մասին, ընդհանրապես չի ուզում խոսալ կամ այնպիսի կոնտեքստով է խոսում ցեղասպանության մասին, այնպիսի կոնտեքստով է խոսում տարբեր դեպքի իրադարձությունների մասին, ես կարող եմ հարց տալ, իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի կամ Ադրբեջանի ցանկալի իշխանությունն է, գործակալն է, ես կարող եմ տենց ապրիորի հայտարարություն անել օրինակի համար։ Ենթադրություններ կարող եմ ունենալ, իհարկե, բայց կարող եմ ես պնդել, որ ազգային անվտանգությունը հենց հիմա վազելով գնա ու կալանավորի այս մարդուն, որովհետև կամ բավարար հիմքեր ենթադրելու, այսպիսի ենթադրություններ անելու։ Ախր հասկանում եք, ենթադրություններով մարդուն չեն կալանավորում, Ռոբերտ ջան, դա աննորմալ երկիր է, դա այդպես դա ժողովրդավարություն չի։ Մտածածին հիմքերով չի կարելի մարդուն տանել կալանքի։
Արդեն իսկ տեսեք, այն ինչ որ հարցազրույցը ինչի վրա տարան կալանքի Սամվել Կարապետյանին, արդեն տեղի ունեցած իրադարձություններ, դա այլևս փոխել հնարավոր չէր։ Փաստաբաններն էլ պնդել են, որ բացի այդ հարցազրույցից ուրիշ որևէ հիմք չի ներկայացվել ապացուցելու համար իր, այսպես կոչված, մեղավորությունը։ Հետևաբար դրա համար տանել կալանավորելու, որտեղ մարդը հնարավորություն չունի ոչ վկա կա, որ վրան ազդես, ոչ ապացույց կա, որ կարողանաս կե, ոչինչ չկա, ինչի համար կարելի է ոչ փախուստի գդիմել, հաստատ չէր դիմի։ Դժվար է պատկերացնել Սամվել Կարապետյանին փախուստի պահին, էլի։ Դա գլխավոր դատախազ չի, որ կամ ձեր շտաբի պետերը չեն, որ վազելով, գեներալները չեն, որ վազելով գնան ծվարեն բանում, Ռուսաստանի Դաշնությունում։ Ու միշտ պետք է հիշել, դա կոչվում է Настройки по умолчанию։ Բոլոր երկրները, ովքեր այս տարածաշրջանում ունեն կամ կարող են ունենալ հետաքրքրություններ, իրենք անպայման փորձելու են ազդեցության ինչ որ կետեր, կենտրոններ գտնել։ Այլ խնդիր է, թե որքանով են դրանք վտանգավոր եւ որքանով է դրանց բան էլի արդեն սահմանագիծը անցած վիճակ, որ պետք է այլևս բանի քրեական գործերի շրջանակներում ինչ որ հարցեր լուծել։ Կապետյանց իրավական հարցով միգուցե խնդիրներ կան, ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում, որովհետև ես մասնագետ չեմ, դուք եւ այլ մասնագետներ յուրաքանչյուր իր տեսակետը ներկայացնում է, դրանք կարող են իրար հակասել եւ այլն, բայց Հայաստանի իշխանությունը ասում է այս կալանավորումներով, այդ թվում ասենք բարձրաստիճան հոգևորականության, մենք կանխել ենք ահաբեկչության նախապատրաստման փորձ եւ օրինակ Աջապահյանը, հա, ինքը մի քանի հարցազրույցներում իրապես այդ մարդը համոզվածություն է արտահայտում, որ ռազմական հեղաշրջումն է միակ ճանապարհը։ Դա արդյոք փաստ չի, կարելի է դրա հետ չհաշտվել։ Ապրես Ռոբերտ ջան, դա փաստ է եւ շատ կարեւոր է հասկանալ։ Դա փաստ է, ավելին ասեմ, դա քրեորեն պատժելի գործողություն է։ Եթե ես չեմ սխալվում, ես առաջի անգամ այդ հայտարարությունը Աջապահյանի կողմից լսել եմ 2023 թվականին։ Ափսոս, որ տեսանյութը մոտս չեմ ֆիքսել, պահելու լինքը, որ կարողանամ այսօր ձեզ, բայց եթե չեմ սխալվում, Աջապահյանի պարագայում գիտեք ոնց է, ինքը ոչ թե մի անգամ ասել է, թրցրել է բերան։ Ապրեք, ես հիմա, չէ, Ռոբերտ ջան, հիմա ես վերջացնեմ։ Ճիշտ ես ասում։ Երբ որ հասկանում եք, կան ինքնին ռազմական հեղաշրջման կոչ անելը, ինքը քրեորեն պատժելի գործողություն է։ Դա բան չի, էլի, կամպյուտերի խաղ չի, որ մեռնելը 3-ից լինի, պատժվելը 4 անգամից լինի, արանքում մի հատ սունկ ուտես, քեզ կյանքը տա, հասկանում ես, դա տես չի աշխատում։ Արվել է հայտարարություն, ուրեմն դրա վերաբերյալ պիտի քրեական գործ հարուցվել անմիջապես։ Եվ ես բոլոր իմ ելույթներում առաջի անգամ այդ խոսքը լսելուց հետո բոլոր ելույթներում հարց եմ տվել։ Ժողովուրդ ջան, ազգային անվտանգության ծառայությունը գլխավոր դատախազ, դուք բան չունեք ասելու ժողովուրդ։ Ես երկար ժամանակ դա պնդում եմ, որ սրան արձագանք պիտի լինի։ Ամբողջ խնդիրը հետեւյալի մեջ է, Ռոբերտ ջան, այսօր բերում են կարևոր բաները, մտքերը սկսում են իրար խառնել։ Հարցը նրա մեջ չի, որ Աջապահյանը ասել է, թե չի ասել։ Ասել է, իհարկե ասել է։ Հարցը նրա մեջ է, որ այսօր փորձում են լղոզելով, այդ թվում նաև գլխավոր դատախազությունը լղոզված ինչ որ բան է տարածել, ասում առաջի անգամ հուզված է եղել, մենք դրա համար պատասխանատու չենք, երկրորդ անգամ որ ասել է, ուրեմն հաստատ այնց մտադրությունն է։ Ժորժ ջան, քանի անգամ եք Ռոբերտ ջան լսել գործեր, որոնք մարդիկ առաջի անգամ, օրինակ, ինչ որ վիրավորական գրառում են արել Նիկոլ Փաշինյանի հասցեին ու տարել եք քրեական գործ եք հարուցել ու մարդը կալանքի տակ է գտնվել եւ նաեւ ազատությունից զրկվել է։ Ինչքան մարդիկ են եղել, որ հարազատներ են եղել զոհված զինվորների, բարեկամներ, ընտանիքի անդամներ, որոնց վերաբերյալ ինչ որ արտահայտություն են արել կամ ինչ որ գրառում են արել կամ ինչ որ բանը գործողություն են արել, խնձոր են շպրտել ձեր վրա։ Դուք քրեական գործ եք հարուցել։ Այսինքն հեղաշրջման փորձը այդ ժամանակ ձեզ համար այդքան էլ կարևոր չէր, այդ ո՞րն է, այսինքն խնձոր շպրտելը կամ մարդուն ասելը դավաճան, դու դրա համար քրեական գործ ես հարուցում, իսկ հեղաշրջման զինված հեղաշրջման կոչի համար չես անում, դու համարում են ինչ որ մարդիկ կան, որ համարում են, որ դա նորմալ է, որ դա արդարացված է, որ դա նպատակա իշխանության քմահաճությունը չի, իշխանության նպատակահարմարությունը չի, չէ, այդպես չի լինում, ժողովուրդ ջան։ Սա երբ չի սկսվում այդ հետապնդումը այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն արշավ է սկսում հոգևորականների դեմ։ Նորից ես ոչ մի հոգևորական իմ աչքի լույսը չի, բայց այն process-ը, որը տեղի ունենում, դա հակասահմանադրական է, հակաիրավական է եւ այո նաեւ հակաբարոյական է։ Տիկին Կարապետյան, տեսեք, պարոն Գալստանյանի մասով
Նրա փաստաբանը ըստ էության պարոն Օրբելյանին է ես լսում, չէր հերքում, որ դա իր ձայնը չի, եթե ինչ-որ բանում սխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք, հա։ Նա ասում էր, որ դա մոնտաժված է, ինչ-որ տարբեր կետեր են միացված իրար եւ այլն եւ այլն։ Բայց եթե նույնիսկ մոնտաժված է, ես չգիտեմ, ապացույցները ասենք հետաքննվելիս դատանում ամբողջական հարցազրույցները կբերվեն, թե չեն բերվի։ Ասենք այդտեղ այրելու, սպանելու նման կոչեր են հնչում, մտահոգիչ չի, երբ որ ես չեմ պնդում, որ դա հենց իր մեթոդն էր եւ դատավոր չեմ, էլի, ես իմ պնդումը որպես դատական ակտ չընկալվի, որևէ փաստ հաստատող չընկալվի։ Խնդրահարույց չի, երբ որ նման մեթոդները, այսպես ասենք, համարվում են քննարկելի, նույնիսկ քննարկելի, ես չեմ ասում։ Ռոբերտ ջան, մի րոպե էլի, մի հատ շատ կարևոր հարց կա։ Եկեք մի հատ ստեղ ստոպ տանք, որտեվ այս հարցը շատ է շահարկվում։ Հիմա եկեք բացատրեմ։ Շատ կարևոր է ցանկացած ձայնագրության ժամանակ հասկանալ մի քանի կարևորագույն պարամետրներ։ Առաջինը՝ ժամանակահատվածը, դա երբ է տեղի ունեցել։ Միջավայրը, դա որտեղ է տեղի ունեցել, ինչ բնույթի խոսակցություն է տեղի ունեցել։ Այսինքն ինչի մասին է եղել, դա ինչին է վերաբերվել։ Կոնտեքստը այդ իմաստով չափազանց կարևոր է, որովհետև գիտեք, այսօր ես ներքին համոզմունք ունեմ, որովհետև ես ինքս եմ պարբերաբար ինչ-որ տեղեր հայտնվում, որտեղ եթե հանկարծ ձայնագրեն այդ խոսակցությունները, վաղը ինձ էլ մեղադրանք են առաջադրելու, որ իմ ներկայությամբ սենց բան է հնչել։ Մարդկանց մեջ կա այնքան վիրավորվածություն, այնքան բան ունեն, հա, անհաշտ են այս ամբողջ վիճակի հետ, որ հազար տեսակ բան կարան ասեն, հասկանում եք։ Երբ որ դու չես լսում ամբողջ ձայնագրությունը, երբ որ դու այդ մի կտրած հատվածն ես լսում, իհարկե դա խնդրահարույց է գնահատելու համար։ Ինքնին գործողությունը, եթե այդպիսի գործողության ցանկություն ա եղել, դա իհարկե դատապարտելի է։ Դա անթույլատրելի է։ Ես հոգնել եմ այդ նույն տեքստը ասելուց, որ Հայաստանում չի կարող կրկնվել ոչ հոկտեմբերի 27, ոչ մարտի 1։ Չի կարող ուղղակի, մենք չենք կարող այդպիսի բան թույլ տալ։ Բայց մյուս կողմից էլ կներեք, էլի ես ախր որպես մարդ, ով անհիշելի ժամանակներից թե փաստաբանությամբ է զբաղվում, թե իրավապաշտպանությամբ, դուք գիտեք ես քանի տեսանյութ եմ տեսել, քանի ձայնագրություն եմ լսել քրեական գործերի որպես ապացույց, որոնք կոնտեքստից կտրված են եղել եւ որոնք այդ կոնտեքստից կտրված վիճակում մարդուն մեղադրանք են դրա հիման վրա առաջադրել եւ որը որևէ կերպ չի հիմնավորվել։ Հիմա հասարակության մեջ տենց բան են գցել, էլի, ասես ֆիտ են գցել ժողովրդական լեզվով ասած, բա հələ ասեք դուք սրանց դատապարտում եք այս արածները, թե դուք ահաբեկչության կողմ եք։ Մարդ ինչքան դեգեներատ պիտի լինի տենց հայտարարություն անելու համար։ Կա տենց մարդ նորմալ, adekvat, որ կարող է ահաբեկչությանը կողմ լինի։ Չկա նորմալ, ողջամիտ, adekvat մարդ, չափահաս կյանք ապրած մարդ, որը որևէ ձևի ահաբեկչությանը կարա կողմ լինի։ Բայց մյուս կողմից էլ Ռոբերտ ջան պետք է հասկանալ, որ չընդունել է սա։ Հիմա կշարունակեք, ձեր տեսակետը սա է, որ եթե պարոն Գալստանյանը իրոք սպանելու ահաբեկչության մտադրություն է ունեցել, դա դատապարտել է եւ հոկտեմբերի 27-ը չի կարող կրկնվել, բայց պետք է Ռոբերտ ջան, մի ասեք, տես ձևակերպում խնդրում եմ մի ասեք, էլի, որտեղ սա դրվում է շրջանառության մեջ, ի վերջո Հայաստանում շարունակում է դեռ գործել անմեղության կանխավարկածը։ Նորից ես Բագրատ Գալստանյանին Բագրատ Սրբազանին ում ոնց հարմար է։ Ես դատապարտել եմ այդ գործողությունները, ինձ համար հասկանալի չեն եղել այդ գործողությունները եւ այո, ես կասկածներ եմ ունեցել, որ ինքը ինքնուրույն դա չի անում, որ ինքը դրսից կառավարել է։ Հազար ձևի ես այդ մարդու հետ համաձայն չեմ, բայց երբ որ դնում եք, եթե այս ինչ բան աներ, չի կարելի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել։ Հիմա ամբողջ եթերը, եթե արած ուրեմն դատապարտում եք, չի կարելի։ Վաղը մեզանից յուրաքանչյուրը, այն մարդիկ, ովքեր որ պահանջում են այսօր, որ դե ասեք դատապարտում եք թե չէ, եթե այսքանը ճիշտ է, ուրեմն դատա։ Ժողովուրդ ջան, դուք կարող եք հայտնվել այնպիսի իրավիճակում եւ այնպիսի ճնշումներ լինեն շրջապատում, որ մեկը չգտնվի, վախենա, մեկը չգտնվի, վախից որ կարողանա ասի, որ հələ մի րոպե, մարդու գործը այդքան էլ տենց չի։ Հասկանում եք ինչ են անում։ Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ բոլորին, ովքեր համարձակվում են կասկածի տակ դնել ամբողջականության այս ներկայացված ապացույցների ամբողջականությունը կասկածի տակ դնել, այդ մարդկանց այլևս, չգիտեմ, ահաբեկիչների շարքերն են ավելացնում, սենց ոնց կլինի, այսի չի երկրում ենք մենք այսինքն շարունակաբար, էլի, նախկինում էլ էր այտենց։ Ով որ օրինակ ես ինչ գործողությունը, չգիտեմ,
ծռերի գործողությունը չէր դատապարտում, ուրեմն եսի ինչ էր։ Այն մարդ հələ սպասեք, հələ հասկանանք, հələ այնտեղ գոնե զենքով մտել էին, այստեղ ոչ մի բան չեն ապացուցել։ Այնտեղ պաֆակտ ու զենքը վերցրած մարդիկ մտել էին ՊՊՑ գում։ Այստեղ հələ ոչ մի բան չկա, հələ հասկանալի չէ զենքերի հետ կապված գործողություն կա թե չկա։ Այդ օրինական զենքերը հասկանում եք, օրինական վրեն կողքը փաստաթուղթը կպցրած զենքեր, ասում այս զենքերով մարդիկ պատրաստվում են զինված հեղաշրջում անել։ Հայաստանում մի քանի տասնյակ հազար օրինական զենք ունեցող է։ Հիմա գիտեք ինչ կարան անեն, ով որ համարձակվել է երբևէ որևէ այսպես ապոզիցիոնի գրառման տակ լայք դնել ու օրինական զենք ունի, գնալու են հետևից ու ասեն դու լայքել ես, ուրեմն դու ահաբեկչական խմբի բան ես, անդամ ես։ Հասկանում եք խելագարությունը որտեղ է հասել։ Ցանկացած մեկով համարձակվում է ասել, որ ժողովուրդ ջան, միայն ինքնին ինչ որ թղթի կտոր, որի վրա ինչ որ բան է գրած, կտրտված ձայնագրությունները, ֆայերները, օրինական զենքերը, չգիտեմ, ինչը կլուչ, մլուչ, բանի, դարոժնի զնակը, պոլիպեդը, դրանք համակցության մեջ անգամ չեն կարող ահաբեկչության հիմք հանդիսանալ, այդ հոդվածով մարդուն մեղադրելու համար, միանգամից թիրախավորում են, միանգամից ասում են, որ դու ահաբեկչության կողմնակից ես։ Սա խայտարակություն է, ժողովուրդ ջան, մի հատ հանդարտվեք, թողեք Հայաստանում գոնե մի քանի հատ իրավապաշտպան, մի հատ մի կրում էին մեծ, ես հիշում եմ ժամանակին երկու տենց աղմկահարույց գործով մի խումբ փաստաբաններ համարձակվել էին ստանձնել փաստաբանի գործունեությունը, ամեն գնով փորձում էին մեզ լիցենզիաներից զրկել։ Հիմա էլ ուրիշ ձև են փորձում թիրախավորել։ Ասում եմ, թողեք գոնե մի հատ երկու հատ իրավապաշտպան, ժիվոյ, կենթանի, անդավաճան, որոնք սկզբունքային են, որոնք մինչև վերջ պատրաստ են ձեր խախտված իրավունքների համար պայքարելու։ Մի քանի հատ էլ փաստաբան թողեք, որ վաղը տոպիկի առաջ չկանգնեն։ Այս ինչ վիճակ են ստեղծել։ Կներեք ջղայնացած էի։ Ոչինչ, պատահում է նման թեմաների ժամանակ, բայց դուք նաև այսպես կտրականապես չեք հերքում Տիկին Կարապետյանց, որ իրապես կարող էր պարոն Գալստանյանը ծրագրած լիներ այն, ինչի մասին ձայնագրություններում ասում է դուք։ Ես դեմ եմ այսպես ձևակերպումների, Ռոբերտ ջան, դուք ինձ ուզում եք հիմա ասել, ես ինչ որ մի մարդու առանձնապես ծանր հանցագործության մեջ ես իրան կասկածում եմ, թե չէ, Ռոբ ջան, լավ էլի, խնդրում եմ, Ռոբերտ ջան, ես ձեզ շատ սիրում եմ ու շատ հարգում եմ, բայց դուք հիմա մոտավորապես նույն բանն եք փորձում անել, ձևակերպումը, ինչը անում է Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ ուղղակի, ես ձեզ տենց չեմ ճանաչում, ես գիտեմ, որ դուք շատ լավ պրոֆեսիոնալ աշխատում եք, սա շատ վտանգավոր չէ, Ռոբերտ ջան, սա շատ վտանգավոր բան է, ես ասում եմ, այն պահից, երբ որ հրապարակվեցին բավարար ապացույցներ առ այն, որ որևէ մեկը ուզում է սուրբ կլինի, ուզում է սրբազան կլինի, ուզում է, չգիտեմ, вообще սրբության հետ կապ չունեցող մարդ լինի, եթե եղան բավարար հիմքեր, բանը, ահաբեկչություն հոդվածը հիմնավորելու համար, այդ մարդը պիտի դատական համակարգով համապատասխան, համարժեք պրոցես անցնի եւ կրի պատասխանատվություն, դա դաժե չի քննարկվում, եթե ես էլ լինեմ այդ մարդկանց կազմում, եթե շատ հարազատ մարդիկ էլ լինեն այդ կազմում, ուրեմն իրանք էլ պիտի պատասխանության, բա ինչ պիտի անեն։ Բա սա բան հոչի են, որ ասում են բարկա, ճնդոյից դուքյանը չի, ով ինչ ուզենա անի։ Իհարկե պիտի պատասխանության ենթարկվեն։ Այդ թվում նաև են պաշտոնյաները պիտի պատասխանության ենթարկվեն, որոնք որ բանից պարավոզից առաջ են վազում, որոնք քնչականից առաջ հայտարարություններ են տարածում, այն իշխանության ներկայացուցիչները, որոնք ժամկետ են նշում իրանց ստատուսների մեջ Facebook-ում, թե քանի ամսով կարող է կալանք լինի նշանակված, այդ մարդիկ պիտի պատասխանության ենթարկվեն, եթե մենք լինեինք իրավական պետություն, բայց մենք իրավական պետություն չենք ցավալիորեն, եւ այս ամեն ինչը, այս անվստահությունը, այս process-ը հենց դրանից է գալի, որ մենք չունենք իրական բարեփոխված արդարադատության համակարգ եւ չենք վստահում։ Ես չեմ վստահում ոչ թե որովհետեւ խոսքը գնում է ինչ է բալասան չէ, Գալստանյանի մասին է գնում կամ ուրիշի մասին է գնում, ոչ թե չեմ վստահում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ։ Չեմ վստահում, որովհետեւ տեսնում եմ այդ համակարգը ոնց է աշխատում։ Ես տեսնում եմ ամեն օրվա ռեժիմով, մեր գործերով, մեր կազմակերպության գործերով, իմ գործընկերների գործերով, առհասարակ հանրային ելույթում, հանրային հարթակում ինչ է կատարվում, ու տեսնում եմ, թե ինչպիսի պահվածք կա դրսևորում գլխավոր դատախազությունից մինչև ԱԱԾ դատարանները չհաշված։ Սա շատ դառը վիճակ է, Ժորժ ջան։ Ես հասկանում եմ, որ կարող լինեն նախասիրություններ, այս ինչին սիրում ենք, այս ինչին չենք սիրում, այս ինչը կարա սրա շպիոնը լինեն, ինչը նրա շպիոնը լինեն, բայց օրենքի վրայով անցնել
Եվ դա արդարացնել նշանակում է հնարավորություն ստեղծել, որ վաղը ցանկացածի վերաբերյալ տեղի ունենա անարդարության process։ Եվ դա պիտի ինչ-որ մեկ մարդիկ լինեն, որոնք կամ կկանգնեցնեն, կամ խիզախություն կունեն, նան դրա մասին գոնե խոսել։ Տիկին Կարապետյան, տեսեք, իշխանականները նաև այս process-ների տակ բաց հայտարարում են, որ կա Ռուսաստանի ձեռքը, դրա մասին փոքր-ինչ խոսեցինք, բայց դուք չեք կարծում, որ ռուս պաշտոնյաներն էլ իրենց հայտարարություններով, իրենց կեցվածքով Հայաստանի իշխանությանը օգնում են այդպիսի պնդումներ անել, ասենք Լավրովը ասում է, որ օրինակ դա Հայաստանի ներքին գործն է, բայց հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Սա հարձակում է եկեղեցու վրա, թե չգիտեմ, պաշտպանություն է կուսակրոնության ուխտի եւ այլն, դա երևի թե Հայաստանի գործն է, չէ, այսինքն իմ գործն է, ձեր գործն է, Փաշինյանի գործն է, Աջապահյանի գործն է, Գարեգին երկրորդի գործն է եւ այլն, Ռոբերտ Քոչարյանի գործն է, Հայաստանի քաղաքացիների մի տեսակ շատ չեն իրենց լիազորություններ վերապահում, մեկնաբանել եւ ըստ էության կներեք, բայց նաեւ հիմնավորել Հայաստանի իշխանությունների պնդումները, որ այս ամեն ինչը Ռուսաստանի, այսպես ասենք, աջակցությունը ունի։ Ես Լավրովի հայտարարությունը բերեցի, այլ Սալավյովների եւ Սիմոնյանների հայտարարություններն էլ կարելի է այստեղ հիշատակել, որ այս Ռոբերտ ջան, տակ դա ես մի հատ ուրիշ հարց եմ տալի։ Երբ որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթը եւ այստեղ ինչ որ տենց անհանգստություններ սկսեցին առանձին դեպքերում նաեւ օրենքի խախտման գործողություններ միջոցառումներ սկսեցին, այդ ժամանակ օրինակ Պուտինի մակարդակով ասում էին, որ Նիկոլ Փաշինյան очень храбрый человек, он решил, ну բառացիորեն չեմ ասում, բայց շատ խիզախ մարդ է, Փաշինյանը դավաճան չի, այո, նա պայքարել է մինչև ապրես։ Դե հիմա հարց էլի ասում եմ Ժորժ ջան, դե այն որ Ռուսաստանը ստեղ ունի միջամտություն, ես ուզում եմ որ մեր հասարակությունը շատ լավ հասկանա։ Մենք ունեցել ենք գլխավոր շտաբի ղեկավարներ, որոնք վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն կրթություն են ստացել Ռուսաստանի Դաշնությունում։ Մեր գեներալիտետի ճնշող մեծամասնությունը վերապատրաստումա կամ ուսուցում ստացել բանում Ռուսաստանի Դաշնությունում։ Մեր ազգային անվտանգության գեներալիտետի 90%-ը վերապատրաստում ստացել, սովորել է տարբերաբար վերապատրաստում այնտեղ Ռուսաստանի Դաշնությունում։ Մեր բազմաթիվ սկսած, չգիտեմ, բաներից վերջացրած զինվորականներից վերջացրած մեր ուսուցիչներով, որոշ ուսուցիչներ վերապատրաստում են Ռուսաստանի Դաշնությունում։ Հիմա ես լավ ուսուցիչները ամենաներքևն են, բարձրագույն խավը ձեր մոտ որ բանա, հա, պրոռուսական, պարզա չէ որ իրանց վերբովկային առեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրոք չի անհանգստացնում իր վերահսկողության ներքո, իր պարտականությունների ներքո գտնվող մարդկանց լուստրացիան, այսինքն գլխավոր շտաբի, այդ ամբողջ զինվորական գեներալիտետի անհանգիստ չի ինքը բանի համար, ԱԱՑ-ի եւ մնացածի համար, ինքը անհանգիստ է բանի կաթողիկոսի կուսակրոնությունն ինչի համար է անհանգիստ, լուրջ եք ասում։ Էնել են հարցն է, որտեղ ինքը ընդհանրապես խառնվելու իրավունք չունի, հասկանում եք, սահմանադրությամբ իրավունք չունի խառնվելու, դա իրան չվերաբերվող հարց է։ Այսինքն ուղիղ պարտականությունների ներքո գտնվող հարցերին ինքը լուծում չի տալիս, բայց իրան պետքա շոու, ինքը մնացել է դեղին մամուլի բան, գլխավոր խմբագիր, ու տենց բաների մեջ է։ Իհարկե կա Ռուսաստանի Դաշնության ազդեցության մակարդակը այնքան բարձր է ստեղ, որ ես մեկ-մեկ մտածում եմ, ասում, եթե ուզենաս, ասենք, ինչ որ մի խումբ մարդկանց հավաքես, որոնք Ռուսաստանի հետ կապ չունեն, ու ինչ որ այդ մարդկանց ներկայացնել, օրինակ ասել, այս Ժորժ ջան, այս մարդիկ են, իրանք ձեզ համար պատրաստ են ինչ որ գործունեություն, կարող է չկարանաս, մի հատ կաբինետ մինիստրով չկարանաս ձևավորես, որոնք ինչ որ ձևի փոխկապակցված չլինեն, դա լրջագույն մեծ խնդիր է։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ կարևոր հարցը թողել է, անգելա բան, կաթողիկոսի համար են։ Իհարկե պիտի չխառնվեն, դուք պիտի թույլ չտայիք, որ խառնվեն։ Դուք այդքան պիտի լինեիք, որ թույլ չտայիք, որ խառնվեն։ Նիկոլ Փաշինյանին մի հատ հարց տվեք, երբ որ Южно-Կովկասկի железной дороги վերաբերյալ այդ բան է, հետի տեցի, չգիտեմ ինչի, հա, էներգետիկայի հետ կապված քրեական գործեր, երբ որ հարուցվեցին, մոռացավ Նիկոլ Փաշինյանը, որ այն ժամանակ խառնվեց Լավրովը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասեց ռուսական կապիտալ ունեցող բաների հետ կապված, вообще խելոք մնացեք, այդ քրեական գործները խելքներ գլուխներիդ հավաքեք, փակեք։ Բա կանգներ ասել մի խառնվի։ Բա ինչի ժամանակ չնեղվեցիր։
Հենց կոնկրետ ինչ-որ անձանց է, ես չեմ պաշտպանում այս մարդկանց, ես պրոռուսական ուժերի հետ հաշտ չեմ, ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետության ապագան Ռուսաստանի Դաշնության հետ, ես չեմ պատկերացնում Հայաստանում ղեկավար, որը իր հարստությունը ստեղծել է կամ չգիտեմ ինչ արել, ոնց են ճիշտ բառ ասում, ստեղծել է, ստացել է Ռուսաստանում, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը բացառում է որպես այդպիսին մեծահարուստ մարդը լինի անկախ Ռուսաստանում, դա հնարավոր բան չի, ինքը անպայման լինելու է մեծագույն ազդեցության տակ, բայց մյուս կողմից էլ Ժորժ ջան, ինչ կապ ունի ինչ են ասում Ռուսաստանում, եթե դու քո ներսում քո օրենքներն ես խախտում, քո գործող օրենքները դու ինքդ խախտում ես, դու ինչ պրետենզիաներ ունես, կամ կանգնեք ասեք ձեզ չի վերաբերվում, բայց ոչ թե կանգնեք ասեք ձեզ չի վերաբերվում, հետո էլ վազելով գնացեք պարադին մասնակցեք կամ այստեղ մատվի ընկել դիմավորեք կամ Լավրովին արած, ինչա Սիմոնյանը, չէ, Արադ Միրզոյանը գնա Լավրովին դիմավորի, հետո բանը բրիֆինգ տալուց ասի, որ մենք չենք պատրաստվում մեր փոխել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ մի վեկտորը չենք փոխել։ Հիմա ով ումից է դժգոհում, ես ուզում եմ հասկանամ։ Եթե դուք շարունակում եք վեկտորներ չփոխել, եթե դուք շարունակում եք բան անել, հա, այդ ամեն այդ հարաբերությունները պահպանել, հիմա դուք ումից եք դժգոհում, ձեզանից լավ 5-րդ շարասյուն, ամենալավը դուք եք պահպանում, բայց ինչ խանդի տեսարաններ են, մենք ավելի լավ կպահպանենք, թե դուք ավելի լավ կպահպանեք, ինձ մեկը ով ավելի լավ կպահպանի, ով լավ է պահպանում, թող բարի ճանապարհ թողնեն գնան ստեղից, մենք չունենք հարաբերություններ խորացնելու Ռուսաստանի Դաշնության հետ։ Շնորհակալ եմ շատ Տիկին Կարապետյանց, հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։